Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ New START միջուկային պայմանագրի ավարտը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև ստեղծում է ծայրահեղ վտանգավոր վակուում գլոբալ անվտանգության համար։ Առաջին անգամ ավելի քան 50 տարվա ընթացքում աշխարհի երկու խոշորագույն միջուկային տերությունները չեն սահմանափակվում իրավական պարտավորություններով։ Գուտերեշը կոչ է արել Վաշինգտոնին եւ Մոսկվային վերադառնալ բանակցություններին, կանխելու սխալ հաշվարկները եւ հնարավոր միջուկային էսկալացիան։ Թայվանի նախագահ Լայ Ցինդեն հայտարարել է, որ Թայբեյի եւ Վաշինգտոնի հարաբերությունները անսասան են, չնայած Դոնալդ Թրամփի եւ Սի Ցզինփինի վերջին հեռախոսազրույցին։ Չինաստանի առաջնորդը կրկին զգուշացրել է ԱՄՆ-ին ձեռքի մատակարարումների հարցում։ Թայվանի ղեկավարությունը շեշտել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը կմնա տարածաշրջանային անվտանգության առանցքային գործոն։ Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան հայտարարել է, որ Պակիստանը պետք է առաջիկա 10 տարում ստեղծի առնվազն 30 միլիոն աշխատատեղ։ Հակառակ դեպքում երկիրը կարող է բախվել սոցիալական անկայունության եւ զանգվածային միգրացիայի։ Բանկը պատրաստ է տարեկան միլիարդավոր դոլարներ ներդնել, սակայն պահանջում է խորքային տնտեսական բարեփոխումներ։ Ռուսաստանը արտաքսել է գերմանացի դիվանագետի՝ ի պատասխան Բերլինի գործողությունների։ Դիվանագիտական հակամարտությունը խորացնում է Եվրամիություն Ռուսաստանի Դաշնություն լարվածությունը Ուկրաինայի պատերազմի եւ պատժամիջոցների ֆոնին։ Կրեմլը քայլը որակել է հայելային պատասխան։ Պեկինում Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարեիլան ստացել է Չինաստանի բաց աջակցությունը արտաքին միջամտության դեմ։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինն ընդգծել է, որ Պեկինը պատրաստ է խորացնել քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը Կուբայի հետ։ Վաշինգտոնի շարունակական ճնշումների եւ պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Աբու Դաբիում ընթացող խաղաղ բանակցություններում որոշ առաջընթաց կա, սակայն մեղադրել է եվրոպական ուժերին գործընթացը խաթարելու փորձերի մեջ։ Քննարկվում են անվտանգության երաշխիքներն ու տարածքային հարցերը, սակայն համաձայնությունը դեռ հեռու է։ ԱՄՆ-ն եւ Իրանը պարտավորվել են փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում անցկացնել բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Չնայած կողմերի միջև լուրջ տարաձայնություններին, հանդիպումը կայանում է տարածաշրջանային դաշնակիցների միջնորդությամբ։ Վաշինգտոնը փորձում է օրակարգում ներառել նաև հրթիռային ծրագրերն ու Իրանի տարածաշրջանային ազդեցությունը։ Մինչդեռ Թեհրանը պնդում է միայն միջուկային թեմաների վրա կենտրոնանալը։ Ղազախստանը հայտարարել է, որ պատրաստ է փոխարինել Չինաստանին ԱՄՆ-ի համար կարևորագույն հազվագյուտ մետաղների մատակարարման ոլորտում։ Ղազախստանի արտգործնախարարը ընդգծել է, որ երկիրը կարող է դառնալ վստահելի գործընկեր բարձր տեխնոլոգիաների եւ պաշտպանական արդյունաբերության համար անհրաժեշտ հումքի մատակարարման հարցում։ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինան եւ Ռուսաստանը համաձայնել են փոխանակել 314 ռազմագերիների, ինչը վերջին ամիսների ամենախոշոր հումանիտար պայմանավորվածություններից մեկն է։ ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի խոսքով համաձայնությունը ձեռք է բերվել Աբու Դաբիում ընթացող բանակցությունների ընթացքում եւ կարող է հիմք դառնալ հետագա շփումների համար, նույնիսկ պատերազմի շարունակման պայմաններում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինը հեռախոսազրույցում քննարկել են առևտուրը եւ անվտանգությունը, արձանագրելով որոշ դրական տնտեսական ազդակներ, սակայն լարվածությունը պահպանվում է։ Հիմնական հակասությունները վերաբերում են Թայվանի զենքի մատակարարումներին, որոնք Պեկինը կտրուկ մերժում է, ընդգծելով տարածաշրջանային ռիսկերի աճը։